Ինչպես հաղթահարել վախերը եւ առաջ գնալ։ Այստեղ որպես հույզեր, վախը եւ անորոշությունը ինչով են շաղկապված։ Վախերը դե ասեցի տգիտությունն է, դրա համար տգիտությունները պետք է հաղթահարել, ահա։ Առաջին մեթոդիկան դա մեր մեջ զարգացնել քաջությունը, խիզախությունը, համարձակությունը, արիությունը, տղամարդկությունը, հերոսությունը, դե երկրորդը դա մարդը պետք է ներքուստ հզորանա, հոգեպես հզորանա։ Ինքը նաև մեր մեջ այդ տգիտությունը, այսինքն անորոշությունը ամեն ինչի նկատմամբ մեզ բերում են այդ վախերի, սարսափների, անհանգստությունների այդ երևույթին, որտեղ մենք չենք հասկանում ինչ է լինելու, ասենք ապագայում նկատմամբ շատ ասենք ծնողները իրանց երեխաների համար անհանգստություններ, վախեր ունեն, որտեղ չեն հասկանում ինչ է լինելու, մենք մարդն էլ ասենք ֆիզիկական հիմա ապրում է, հիմա չգիտենք ինչ է լինելու, հասկանում են որ գոյը ոնց է պաշտպանելու, ոնց է հաց ուտելու, վերջը նույնիսկ իր կենսական պահանջները չի կարող բավարարել, ոնց անի, այսինքն այդ անորոշության նկատմամբ մեր վախենա, բայց որ ընդհանուր այդ տգիտությունը ինչի՞ց է, որ ամեն ինչ հիմքն է։ Հիմա որ գնանք որ մի քիչ հաղթահարենք, հասկանանք որ ամեն ինչ պատճառ ու հետևանք ունի, այսինքն մենք ինչ անում ենք, դրա հետևանքներն են մեզ գալիս։ Թե մենք այնց պատճառներ ենք ստեղծել, որ չեն տանի մեզ, ասենք թե, չգիտեմ, այն երևույթներին, որոնք մեզ կործարանար կլինեն, դրանից ինչից վախենալ, այն նրանից, որ չի լինելու։ Հիմնականը դե վախը դե մեր մարմինը կորցնելու մեջ է, Այո, ֆիզիկական կամ էլ ցավի հանդեպ։ երկրորդը մեր եսին այդ որ սկսում են ցածրացնելու մեջ է, մենք որ հասկանանք, ասենք մարդը իրանց դիրքը ինչ որ պաշտոն են դա իջնում են, իրանք ամենամեծ սարսափն են ու տառապանքն են ապրում, որտեղ իրանց նույնացրել են աթոռի հետ։ Հասկանում են իրանք ու աթոռը մեկ են, բայց այդ ընդամենը աթոռ է,